Բարի երեկո ձեզ հայրենակիցներ, մեր հերթական հաղորդումն է Հայացք Երևանից եւ զարմանալիորեն այսօրվա հաղորդումը համընկավ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների, մեր տղաների, մեր զինվորների, մեր սպաների, ուրեմն այդ տոնի հետ միջոցառման ավելի շուտ համազգային կարծում եմ հիշատակի մեծարման օր է, որովհետեւ մենք պիտի հասկանանք, որ մենք աշխարհասփյուր ժողովուրդ ենք, ինչ օրենքեր ընդունվում է, որոնց հետ քիչ շատ սփյուռք առնչություն ունի, իսկ սա համազգային ուրեմն նշանակության տոն է, բնականաբար ուրեմն կամ հիշատակի խնգարման օր է, ուրեմն դա համազգային նշանակություն է ձեռք բերում։ Ասեմ ձեզ հետևյալը, որ սա ունի մեծ իմաստ, որովհետև մենք այժմ պետականություն ենք եւ մեր ուրեմն եթե կոնկրետ ենք վերցնում 44 օրյա պատերազմի ընթացքում հիմնականում բանակն է կռվել։ Դա բոլորովին այլ վիճակ է, քան ազատամարտն է, քան ֆիդայական շարժումն է, իհարկե դրանցից ոչ մի բան մենք չենք նսեմացնում, չենք համեմատում, բայց բոլոր դեպքերում ընդգծում ենք, որ բոլորովին այլ կարգավիճակ է։ Մենք ունենք պետականություն, անկախ այն բանից, թե այդ պետականության որակը մեզ բավարարում է, թե չէ, եւ ուրեմն նշում ենք որպես պետականորեն, բայց ես ենթադրում եմ, որ առաջին անգամ է այս ուրեմն այդ նշման արարողության հետ նաեւ ընդգրկված է ողջ սփյուռքը, եւ դա բնական է մեզ համար, որպես ժողովուրդ աշխարհասփյուր, եւ շատ արհավիրքներ տարած ժողովուրդ, շատ բնական է։ Հիմա ինչ եմ ուզում ասել, ուրեմն իմ գիտակցության մեջ եւ մեր գիտակցության մեջ ենթադրում եմ անմիջապես հայրենիքի համար զոհվածների բանակային շարքերն են ուրեմն տպավորվում, որովհետեւ կրկնեմ նորից մենք պետականություն ենք եւ պատերազմել ենք որպես պետականություն։ Զոհվածներն էլ բնական է, որ որպես ուրեմն պետության զինվորներ, բանակային կազմավորումներ, արդեն հայրենիքի պաշտպաններ կռվել են որպես եւ զոհվել են որպես զինվորներ։ Սա նորից կրկնեմ, որ բոլորովին այլ կարգավիճակ է եւ բնական է այն անկալումը, ինչ որ առաջացել այսօր համայն հայության մեջ։ Բայց երևույթը, եթե ասենք նորույթ չասեմ, էլի, ձևի մեջ նորույթ է, բայց մենք գիտենք, որ սա ավելի մեծ տարողություն ունի, որն է դա։ Մենք Վարդանանց պատերազմից հիշում ենք ձևակերպված այն հայտնի խոսքը, ենթադրում եմ, որ դրանից առաջ է եղել, բայց Վարդանանց պատերազմի առումով է ձևակերպվել ուրեմն իմացյալ անմահությունը, մահ ոչ իմացյալ մահ է։ Ուրեմն սա մեր ուրեմն գալիս է արմատներից, մեր ավանդույթից եւ զինվորին սպային հայրենիքի նվերումից։ Եվ ուրեմն այս իմաստով ուրեմն նորույթ չկա, բայց այն իմաստով ինչ որ կատարվում է, որպես պետականություն նորույթ է, որովհետեւ այստեղ ուրեմն պետական ինստիտուտներն են, բանակային հրամանատարությունն է, երկրի քաղաքական ղեկավարությունն է, քաղաքացին է, ծնողներ եւ այլն եւ այլն։ Ուրեմն այս մասով այսքանը։ Ուրեմն կրկնեմ, որ ուրեմն Եղիշեն է կարծեմ ձևակերպել, որ մահ իմացյալ անմահություն է, մահ ոչ իմացյալ մահ է։ Եվ սա այդպես է։ Եվ այս իմաստով ինչ որ նշվում է, այսօրվա ուրեմն հիշատակի օրը հենց իմացյալ մահվան մասին է խոսքը, հետևապես անմահներին հիշելու մասին է խոսքը։ Հիմա բարձ է, որ ուրեմն յուրաքանչյուրը ոչ միայն հավաքական իմաստով, ովքեր կռվել են ընդհանրապես, բոլորը մեկին, չգիտեմ, կյանքը ճակատագիրը մի բան է, մյուսի համար մի բան է եղել, բայց բոլորի համար եղել է մի նպատակ՝ պաշտպանել Արցախի հանրապետությունը, պաշտպանել Հայաստանի հանրապետությունը եւ պաշտպանել Հայաստանի քաղաքացուն։ Այդ քաղաքացին լինի հայ, լինի եզդի, լինի քուրդ, թուրք, ռուս, չգիտեմ ինչ որ լինի քաղաքացին, որտեղ քաղաքացիությունը բոլորի համար է։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ասելիքիս իմաստը հետևյալն է, որ ուրեմն պիտի զոհվածների, նաեւ կռվածների այդ հերոսական արվածը իմաստավորվի, ճիշտ է մի քիչ դժվար է խոսելը այս թեմաներով, բայց մենք պարտավոր ենք դա ասելու, որտեղ սա սերնդե-սերունդ եկող, սերնդե-սերունդ ապագա գնացող մի երևույթ է։ Մեզ լավ բանակ է պետք, մեզ լավ գեներալիտետ է պետք, մեզ լավ զինվորականություն է պետք, բայց դրանից անդին մեզ երախտապարտ ժողովուրդ է պետք։
մենք բոլորս պիտի երախտապարտ լինենք, հիշենք, բայց նաև հուշարձան կառուցենք։ Հուշարձանը ես նկատի չունեմ անհատականը, մենք գիտենք, որ դա մեր ժողովրդի կենսագրության մեջ մեծ տեղ ունի, անհատներ, պետականություն, դա շատ արվում է, բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե մենք այս ուրեմն հիշատակի օրվան առիթով կարողանանք մի մեծ հուշարձան ստեղծենք, որն է դա պետականությունն է։ Կյանքը ինչ ապացուցում մեզ։ Եթե ասենք անկեղծ առանց ուրեմն այսօր սուր խոսքերի իմաստավորման համար, որ եթե ունես լավ պետականություն, եթե ունես ազգային հզորություն, եթե ունես ուժեղ բանակ, կապրես արժանապատիվ եւ ամբողջ։ Եթե չունես դրանք, ուրեմն ինչպես եղել է մեզ հետ, դարերով գլխահապ կքայլես, ուրիշի հայրենիքը կպաշտպանես, կզոհվես ուրիշի պետության համար եւ ուրիշի մեդալներն ու երկաթները վզիցդ կախ։ Այստեղ իմ ասածի մեջ իրոնիա կա եւ ցավ կա, որովհետեւ մենք հենց այդ ուրիշի համար տվել ենք այնքան, ինչքան այդ ուրիշը չի արել իր համար։ Ինքը այդ ուրիշը իր համար չի արել։ Օրինակ եմ վերելու։ Ուրեմն հայրենական պատերազմ կոչված ուրեմն այդ ինչ ասեմ, կոչվածի համար ցեղասպանություն տարած մի ժողովրդից զորակոչել են 600,000-ից ավելի հայորդիներ։ Ես ցես հիշեցնեմ հետեւյալը, որ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ինչքան ես գիտեմ, 2 միլիոն մարդեր չի ունեցել, ցեղասպանությունից էլ անցել էր ընդամենը մի քանի տասնամյակ, 2-3 եւ Հայաստանի ռուսական օկուպացիայից եւ Հայաստանի առաջին հանրապետության տարածքներից կեսից ավելին Թուրքին եւ Ադրբեջանցում հանձնած ժողովրդի եւ պետության համար զորակոչվել է 600-ից 1000 հայ։ Բարձր դուք մենք կոնկրետ ես ձեզ հետ միշտ հանգերց եմ եղել, հիմա էլ պիտի ասեմ, որ բարձր որ այդ տարիքը վերարտադրողական տարիքն է։ Պատկերացրեք այն վնասը, որ տվել է մեզ այդ պետությունը, որը ինչու եմ ասում, որովհետեւ այդ պետությունը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանում հաստատեց օկուպացիոն ռեժիմ եւ շուրջ 65,000 քառակուսի եւ ավելի տարածք ունեցող պետության տարածքը, ընդ որում նաեւ Մասիսը, Սուրմալուն, Իգդիրը հանձնեց Թուրքին։ Ռուսաստանի մասին է խոսքը։ Շարուն Նախիջևանը հանձնեց Ադրբեջանին, Արցախն էլ որպես սկզբից միջևի տարածք, հետո մանիպուլյացիայով հանձնեց Ադրբեջանին։ Սա քննելի հարց է, անբացատրելի հարց է եւ ուրեմն որևէ բան չկա։ Ուրեմն հանրապետության կեսից ավելին նվիրաբերեց ուրեմն այն թշնամի ժողովրդին կամ թշնամի պետությանը։ Թե հետո Արցախի հարցի հետ ինչ արեց, դա էլ դες բարձ է։ Ես ասում եմ սա, որ մեր հաշիվները պատմության հետ եւ այլ ժողովուրդների հետ բարձ լինի, ամեն ինչ ճշգրիտ լինի եւ մենք հասկանանք մի բան, որ միայն մենք կարող ենք մեր հոգսերը հոգալ եւ միայն մեր պետականությունն է, որ կպաշտպանի մեր շահերը, իմ ասածները գրանիտե ուրեմն ճշգրիտություն ունեն եւ ոչ մեկը չի կարող խախտել։ Մի քիչ ավելի մեղմ եմ ասում, հետո ասեմ ձեզ։ Մեղմ եմ ասում, որտեղ շատ ավելին է արել վատությունը քան կար։ Բայց դա եղել է Արցախի հարցով եւս։ Այդ բոլոր ձեր աչքի առաջ է եղել եւ մանիպուլյացիաներ պետք չեն, պետք չի ուրեմն գլուխ խոնարել սրաներա դիմաց, հստակ պիտի լինի այդ բոլորիս համար։ Հիմա ինչու դրա համար ինչ է պետք։ Դիտակցել է պետականության արժեքը, որովհետեւ եթե մենք մասնակցեցինք սովետական միություն կոչված պետության համար 600-ից ավելի զինվորականներով վերարտադրողական տարիքի երիտասարդության, դա միշտ հիշեք, ցեղասպանության արհավիրքից մի քանի տարիներ անց 300,000-ից ավելի երիտասարդներ չվերադարձան հայրենիք։ Օրինակ իմ պապիկը ուրեմն մայրական կողմով, ես մայրս էլ պատմում, որ Կերչում ռազմական գործողությունների ժամանակ նամակ է գրել, նամակից հետո հետ չի եկել, իսկ ով որ չգիտի ասեմ, որ պատմաբանները հատկապես գոնե հիմա ռուսը չկա, սապոկը չկա իրենց ուղեղի մեջ, թող ճիշտը գրեն։ Կերչը անվանվել է հայնական պատերազմի տարիներին հայոց գերեզմանոց, որովհետև եւ այլն, եւ 300,000 զոհ է հայությունը տվել։ Այդ չեմ ասում, թե արևմտյան ճակատում ինչքան հայորդիներ են մասնակցել։ Սա ինչի համար եմ ասում, որովհետև մենք Արցախյան պատերազմի 44-օրյա պատերազմի օրերին տեսանք, թե ինչպիսի աղետ բերեց այս երկիրը մեր ժողովրդի եւ իրեն ամենանվիրված մեր ժողովրդի հատվածի
գլխին այդ բոլորը ձեր աչքի առաջ է եղել։ Այսինքն մենք նաև զոհվածները կռվել են այդ ուրեմն process-ների հետևանքի դեմ կամ դրա համար։ Եվ ինչ շնորհակալություն ասող եղել է, հակառակը Ադրբեջանից Ալիևը զեկույցներ է տալիս, որ մենք ռազմաճակատ ենք ուղարկել այսքան, չասելով, որ քանի տոկոս էին հայերը, նույն զեկույցները տալիս են նաև Վրաստանից, որ չասելով, թե իրենց պատերազմի մակսիմացիան պարագայում հայերը քանի տոկոս են կազմել եւ այլն։ Ուրեմն այսպես խոսքով այս բոլորը հիշեք մի բանի համար հիշողության, ուրեմն պատմական հիշողության տարը չափազանց կարևոր է ժողովրդի ցանկացած պետության կենսագործունեության հետագա կազմակերպման համար։ Ուրեմն այս փաստերը եկան ապացուցելու, որ այն պետությունը, որի համար եւ այն ժողովուրդը, որի համար անկեղծորեն ժողովուրդը նետվեց արհավիքի եւ տվեց այդքան զոհեր, ուրեմն այդ ժողովուրդը այդ պետությունը կազմակերպեց ինտերվենցիա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ եւ տեղահանեց գալատամորով ադրբեջանցիների ձեռքով Հայաստան Արցախից։ Ուրեմն եթե մինչև այդ հիմա կան նաեւ խրյակներ, որ այս հարցը վիճում են շատ ցավալի է, որ հայերը մեջները էնել իբրև թե ուղեղ ունեցողներ, բայց հարցը ինչին է, գոնե հիմա լայնորեն Facebook, չգիտեմ, YouTube եւ այլն տարածվում է այն մարդատյաց խավարանի դուգինի ուրեմն արտահայտությունները եւ թիմում է Ալիևին, որ մենք քեզ օգնեցինք, որ դու կոտորես ոչնչացնես Արցախը, դու թեքվեցիր ուրիշ տեղ, ել չեմ ասում մնացածների մասին, այնքան է ասվել, որ դրանց մասին դա ասում են, ուրեմն տհաճություն է զգում դրա մասին մաս խոսելուց, բայց հիշեցնում եմ մեր մեջ եղած հատկապես հատուկ տկետների համար, որոնք կան, հասկանում եք ոնց է։ Հիմա այս ամփոփիչը ասենք այսպես, ուրեմն ում շատ եք նվիրվում օտարին, առանց ձեր շահերը գիտակցելու, մեր շահերը գիտակցելու, այնքան չենք ստանում փոխհատուցում, հակառակն ենք ստանում։ Հիմա ով է հիշում, Ուկրաինայում հիշում են հայրենական պատերազմի տարիներին, թե Կերչում եւ Ուկրաինայի դաշտերում ովքեր էին կռվում ստվարծավալներով, դուք տոկոսային հարաբերությունը որ նայեք, մենք որպես ժողովուրդ առաջին շարքերում ենք։ Եվ չեմ ասում են կոլխոզի նախագահի մասին, որտեղ պարտիզանական շարժում Բաղրամյանը կարծեմ կռվել է Բելարուսիան ազատագրելու համար, իսկ Բելարուսական պետությունը ստեղծել Ալեքսանդր Միասնիկյանը, ոչ թե Լուկաշենկոն։ Բայց տեսնում եք ինչ է կատարվում։ Մի խոսքով չծավալվենք, ասեմ հետեւյալը, որ ամփոփիչ ձևով, ուրեմն մենք պարտավոր ենք հասկանանք մեր ազգային գիտակցությունը, գիտակցության ներքին շերտերում թաքնված խնդիրների բարձրությունը եւ նաեւ հասկանանք մի բան, որ մեզ պետք է ինչ, տարօրինակ բան եմ ասելու, ազգային էգոիզմ։ Մեզ պետք է այդ ազգային էգոիզմը, որովհետեւ կարողանանք մեր տեղը որոշենք համաշխարհային Սոդոմ Գոմորի մեջ, որ ծավալվում է մեր մեջ, մեր շուրջ եւ Հայաստանը տեսնում եք ակտիվ process-ների մեջ է, ակտիվ են, ինչ ակտիվությամբ ինքներդ եք զգում, բայց ուրեմն այսպես ասեմ, մեր ինչպես աստվածարարված է ասել եւ դա շատ ճիշտ է, մեր եղբայրների կյանքը տրվել է այն բանի համար, որ մենք իրենց ոչ միայն հիշենք, հիշելը շատ քիչ է տվյալ բարագայով, այլ նաեւ հուշարձան կոթող ստեղծենք եւ այդ հուշարձան կոթողը իմ կարծիքով, մեր ՔԺԿ-ի կարծիքով Հայաստանի պետականությունն է։ Հայաստանի պետականությունը եւ եկեք ձևակերպենք ուրեմն հիմնական մեր բանաձև որն է դա, որ Չարենցին հիշեցնեմ, հիշեք, Չարենցն ասում էր, որ ով հայ ժողովուրդ կոփերգությունը քո միասնականության մեջ է, եւ դա բնական է, բայց այսօր խնդիրները ավելի ուրեմն բարձրաշրջան են բարձրացել, սրան ավելացնենք երկրորդ տողը Չարենցյան ձևակերպման, այսպես ասած, կարծես թե հետևից գնալով, որ հայ ժողովուրդ այսօր ուրեմն կոփերգությունը, ես փրկություն բառը չեմ սիրում, բայց այդ ասենք տարածված խոսքը, քո պետականաշեն գործնեության մեջ է, քո պետականաշեն Եվ կապիտի վերցնենք, եթե բացարձակ իմաստով ենք վերցնում, ամեն ժողովրդի համար երևի թե ճիշտ է, մեզ համար առավել կան, որ դու չունես դաշնակից, եթե քեզնից պետական արժեք չես ներկայացնում, հզորություն չես ներկայացնում, արժանապատիվ չես լինում, ավելին ասեմ, եթե ըմբոստ չես լինում այս աշխարհում, բայց ըմբոստ չլինելը չի նշանակում, ուրեմն ըմբոստ լինելը չի նշանակում մտածված խելքով գործ չանելը։ Հետևաբար այսօրվա խնդիրը, ուրեմն այսօրվա իմաստը ես տեսնում եմ հետևյալի մեջ, որ ուրեմն ամենամեծ հուշարձանը, որ մեր ուրեմն զինված ուժերի տված կորուստների մեջ, զոհերի մեջ, երեք դրան ամեն ինչը ընդգրկենք Արցախյան ազատամարտի սկզբից մինչև վերջ, մի քիչ ընդլայնենք, այն կլինի, որ մենք ունենանք արժանապատիվ պետություն։
Եվ դա լինելու է, ես վստահ եմ, կասեմ ինչպես է լինելու, իմ կարծիքով, բայց հաստատ լինելու է։ Մանավանդ ինքը այդ պետականությունը երկունքի շրջան է ապրում, ձեր աչքի առաջ, եւ դա միանշանակ է, այդ պետականությունը երկունք է ապրում։ Ուրեմն հանգամանքների բերումը դուք տեսաք, թե ինչ տառապանքից, բանակի վերակազմումից եւ այլնից հետո ուրեմն մենք ինչ ճանապարհ անցանք, բայց մինչեւ այդ հիշեցնեմ, որ մենք այնքան էլ շատ այսպես չգնանք սեփական ուրեմն խիղճը քրքրելու ճանապարհով, այն օբյեկտիվ իրականության մեջ տեսնենք ինչ է կատարվել։ Կատարվել է հետևյալը. պատերազմը 44 օրյա, չենք կարող թրջանշել, կազմակերպել է Ռուսաստանը, հիմա տակ ասեք Պուտինյան Ռուսաստանը, Ելցինյան Ռուսաստանը, իմպերիալիստական Ռուսաստանը, ֆաշիստական Ռուսաստանը, կասեք դեմոկրատական, հումանիստական, ինչ ուզում եք ասեք, բայց Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության վրա հարձակվել է Ադրբեջանը, որին ինքն է զինել հիմնականում, որին օգնել են արդեն, իրենք չեն սկսել, բայց օգնել են Թուրքիան, Իսրայելը, Պակիստան, եւ մնացածը չեմ ասում, մոճահետներ եւ այլն։ Դուք պատկերացնում եք մեր տղաները, որ մենք ասում ենք, ինչպիսի արհավիրքի ճամփա են փակել եւ ինչ ենք գործել, ինչ ենք պահել։ Իրենց կյանքի գնով իրենք պահել են այն Հայաստանի Հանրապետությունը, որ ուրեմն այսօր մենք ունենք։ Ուրեմն եւ դա պետք է ճանապարհ անցնի։ Հիմա այս մասը այսպեսով ուզում եմ ասել, որ այնքան էլ մենք իհարկե պարտվել ենք, բայց այդ պարտությունը նաեւ ինչ որտեղ արժանապատիվ պարտություն է եղել, որովհետեւ մեր մեջ գործել է նաեւ ռուսական ագենտուրան։ Վատն է, որ հայերի տեսքով, եթե ռուսներ լինեին, ադրբեջանցիներ, դա հասկանալի կլիներ, բայց վատթարագույնը ուրեմն ագենտուրայի այն մասն է, որ մեր ցակումով իբրև թե հայեր են, որովհետև Հայաստանի Հանրապետության դեմ գործողները կարող են սոսկ լինել իբրև թե հայեր չեն կարող լինել։ Հիմա ասենք առաջ, բայց հանգամանքների բերումով դուք գիտեք այդ ճանապարհի ընթացքում 44 օրյա պատերազմից հետո մենք անցանք մի փուլ, որ բոլորիս ջանքերով, ձեր ջանքերով, որի ակտիվ ջատակով էր նաև քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, մենք կայունացրինք Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքը, կայունացրինք, հիշեք, դուք եթե ազնիվ լինենք, ազնիվ լինենք իրար հետ, ես հիշեցնեմ, որ պատերազմի հաջորդ օրվանից, որ մենք եղել ենք, ես ասել եմ մինչև հիմա կրկնում եմ, որ մեզ առաջին հերթին որպես պետություն կայունություն է պետք, ժողովրդավարություն եւ այլն, այդ բոլորը ճիշտ է, անհրաժեշտ է, բայց եթե չլինի կայունություն, այսօր եմ կրկնում, մենք պետականության հարցը տանուր կտանք, չնայած այդ փուլը արդեն անցել ենք հավանաբար։ Ուրեմն կայունության հետ միասին ինչ կատարվեց մեզ հետ։ Մենք կարողացանք դաշնակիցներ ձեռք բերել եւ այդ մենք ես ձեզ պիտի հիշեցնեմ մի տիկնոջ անուն, ուրեմն որի ուրեմն ես չեմ կարող մոռանալ, կարծում եմ մենք մոռանալու իրավունք չունենք։ Հայաստանի Հանրապետության ամենաանկայուն ռուս-ադրբեջանական գրողների այդ Սևլիջ եւ այլ նորերը հիշեք, այդ շրջանում Հայաստանի Հանրապետությանը թիկուն կանգնեց Միացյալ Նահանգների դեսպանուհին Տիկին Թրեսին։ Ես կարծում եմ, որ մենք մի օր ունենանք համարձակություն այս աղ բոլշևիկյան ռուսական անուն ազգաններով հայերի կճնջենք ընդմիշտ մեր հիշողությունից եւ մեր քաղաքներից ու գյուղերից սրանց անունները եւ երախտիկի խոսք ասենք Տիկին Թրեսին։ Հիշեք, նա է եղել առաջինը, իհարկե Միացյալ Նահանգների քաղաքականությունը կարևոր էր, բայց անձնական նկար, որը կանգնեց եւ իր հզորությամբ նեցուկ դարձավ մեզ համար որպես պետականություն։ Հետո հայտնվեց Հնդկաստանը իր հզոր ներկայությամբ անընդհատ ծավալվելով, այս մասը շատ լավ գիտեք, հետո Ֆրանսիա, հետո եւ այլն, եւ Հայաստանը դուրս եկավ անկայունության, անվտանգության ամենանվազագույն շենից սկսեց բարձրանալ, որի հրահրողը Ռուսաստանն էր, իրագործողն Ադրբեջանը։ Այն մնացածները երկրորդական դեր են ունեցել։ Այդուհանդերձ եւ ահա գործը հասավ նրան, որ Հայաստանի Հանրապետությունը յուրացնելով քաղաքական ղեկավարության մասին է խոսքը, ռազմական ղեկավարության մասին է խոսքը, սահմանապետական բաշխագույն քաղաքականության մասին է խոսքը, ազգային անվտանգության խորհուրդ յուրացրին հավասարակշռության դոկտրինը եւ բալանսավորման քաղաքականության միջոցով կարողացան Հայաստանը դուրս բերել բոլոր մասնակից անվտանգության բոլորովին այլ վիճակ եւ մակարդակ եւ մենք այսօր արդյունքն ունենք այդ բոլորի կվինտեսենցիան բարձր մակարդակն ունենք ուրեմն Միացյալ Նահանգների Թրամփի ուղի նախագծով։ Ես ձեզ ասեմ հետեւյալը, որ զուգահեռ եմ անցկացնելու պատմական։ Իհարկե Եվրոպան պատերազմից հետո, ֆաշիզմից հետո վերականգնվեց եւ արագ վերականգնվեց։ Շշմեցուցիչ էր Գերմանիայի վերականգնման արագությունը։ Դա պիտի միշտ ասվի, որովհետեւ
հենց իրենք էին ամենաշատ ավերվել, Գերմանիա գրեթե գոյություն չուներ 46 թվականին։ Իհարկե իրենք կամ գերմանացիները դրսևորեցին, ուրեմն նախագահ վարչապետ կամ Գանսել Ադենաուերի գլխավորությամբ երկիրը վերականգնվեց, բայց դա եղավ ամերիկյան մեծ օժանդակությամբ, Մարշալի ծրագրով, դա միլիարդավոր դոլարների հոսք էր, որ ամերիկացիները հոսեցրին դեպի Գերմանիա, Եվրոպա, եւ սրանք շատ արագ ոտի կանգնեցին, իրենք չնորքներ, որտեղ կարող եք դոլար ունենաք փչացնեք, կարող եք դոլար ունենաք նպատակին ծախսեք։ Դուք նայեք ձեր օլիգարխներին, տեսեք թե այդ դոլարները ինչի են ծառայեցնում, ում է համար է եւ ինչ է։ Ուրեմն ամերիկյան Մարշալի ծրագրով Եվրոպան ոտի կանգնեց։ Ես համարձակվում եմ ձեզ ասելու, որ թրիպի ուղին երկրորդ ուրեմն յուրատեսակ Մարշալի ծրագիր է Հայաստանի համար։ Եթե մենք այս գործը գլուխ չբերեցինք, տապալեցինք, ուրեմն մենք ինչ ասել, իրավունք չունենք այս աշխարհի երկնքի տակ ապրելու, ոչ միայն չեմ ասում, որ զոհվածների հիշելու, բանակ խնդարկելու, գեներալիտետ ունենալու, սպայական կազմ ունենալու արժանիքի հասնելու համար։ Վստահաբար Մարշալի ծրագրի նման մի բան այսօր Վաշինգտոն իրականացնում է ուրեմն Հայաստանի Հանրապետության հանդեպ, հավանաբար կանցկերտում է ուրեմն ամբողջովին այսօր Կովկասը, ուրեմն տեսեք։ Եվ ուրեմն մենք անվտանգության որոշակի մակարդակ ձեռք ենք բերել, չկասկածեք, մեր կարողացել ենք քաղաքականություն կարողանում ենք վարել, ինչպես մեր ժողովուրդն ասել, թաց ու չորը իրարից առանձնացնել։ Այդ իմաստով եւ մենք կարողանում ենք նաեւ տեսնում եք ամենաբարձ վիճակում Իրանի Իսլամական Հանրապետության հետ նորմալ հարաբերություններ կանոնավորել եւ վարել, սա շատ կարեւոր է։ Սա հատուկ ասում եմ նրանց համար, որոնք զզվեցրին, էլի Եվրոպա կամ չգիտեմ Ասիա կամ Ռուսաստան կամ ինչ։ Տեսնում եք, որ քաղաքականության մեջ արդյունավետը հավասարակշռության որոնումն է եւ հավասարակշռության կոնցեպցիայի մեջ առաջնահերթություններ, երկրորդություններ որոշել, առաջ շարժվելն է եւ դա հաջողվում է, որի արդյունքը նորից կրկնեմ, ուրեմն Միացյալ Նահանգների Հայաստանի հետ պայմանավորվածություններն են, արդեն պայմանագրերն են եւ երկու հիմնական ուղղությունների ուրեմն որոշումն է։ Ես ձեզ հիշեցնեմ, որ ինչքան դուք հիշեք, որ երկար ժամանակ ես պնդում էի, որ Հայաստանին միջուկային էներգիա է պետք։ Եվ այսօր պարզվում է, որ Միացյալ Նահանգները երկու հատվածներով մտնում են Հայաստան օժանդակության եւ զարգացման նախագծերով։ Մեկը ուրեմն միջուկային էներգետիկայի զարգացումն է, նկատի ունեցեք առաջին, եւ երկրորդ կիսահաղորդիչների արտադրության կազմակերպումն է։ Այսինքն Աստծուց ինչ ենք ուզում ավելին։ Մնում է մենք կարողանանք պետականորեն կազմակերպենք այդ հարցը անենք։ Հիմա Ադրբեջանի մասով չեմ խոսում, որովհետեւ ուրեմն Միացյալ Նահանգներին ոչ միայն մենք ենք հետաքրքիր է նաև Ադրբեջանը, հետաքրքիր է նաև Թուրքիան, հետաքրքիր է Իրանի Իսլամական Հանրապետություն եւ այլն, բայց ես ձեզ մեզ ներկայացնում եմ այսօրվա մեր հիշարժան կապակցությամբ այն ինչ որ կա եւ դա լինելու է Հայաստանի Հանրապետության հուշարձանը։ Հիմա ինչ է մեզ պետք, որովհետեւ ակնհայտ է, դուք գիտեք, որ փետրվարին Հայաստան է գալիս Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիվենսը, իսկ ուրեմն եթե ուրեմն ուշադիր լինեք, մամուլ, ես ձեզ եթե տեղյակ չեք ասել, որ ուրեմն Դիվենսը եւ ուրեմն Մարկո Ռուբիոն, պետքարտուղարը Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության հավանական հաջորդ նախագահի տեխնազուներն են։ Հիմա ինչ ասեմ, ինչ ենք ուզում, Աստծուց ինչ ենք ուզում, ուրեմն մնում այդ աշխատանքը լավանել, բայց այստեղ բայց կա եւ պայման կա, եւ բաց եմ ասում, մենք ինչպիսի պետականություն ունենանք այս տարվա ընտրություններից հետո, որովհետեւ եթե պիտի ունենանք կիսառուսախառն, կիսասովետական մաֆիոզ կլաններով, կերպափոխված ուրեմն այդ ինչ-որ անհասկանալի բարբաջանքներով մարդկանց ռուսական ուղեղով փչացած հայերի իշխանություն, վստահ եղեք տապալվելու է ամեն ինչ չի լինելու, ոչինչ չի լինելու։ Եվ խոշոր տերությունների համար առանձնապես բաներ չի, ինչպես եկան այնպես կգնան, դա մի խնդիր չի, բայց սա կարծում եմ չի լինելու։ Մենք ինչպիսի պետականություն կունենանք, սա է գլխավորը, առաջավոր եւ ժամանակակից ինստիտուտների կառուցվածքով պետություն, որը իր գործառույթների մեջ կլինի անխափան եւ կատարյալ, ես միշտ օրինակ եմ բերել Գերմանիա, բայց խնդիրը մենակ Գերմանիան չի։ Կարող ենք Ավստրիան օրինակ բերենք, կարող ենք Ֆրանսիան օրինակ բերենք, եւ այլն։ Իմ նախասիրությունները ես բացատրել եմ, ելի կբացատրեմ ինչու Գերմանիայի մոդելի մասին է խոսք։ Այս բոլոր մոդելների մասին է։ Ուրեմն առաջինը սա է, եւ երկրորդը եթե մենք կունենանք ուրեմն management
կառավարման մենեջմենտ, գերժամանակակից մենեջմենտ կամ կառավարման արվեստ է մեզ պետք։ Բայց եթե երկիրը պիտի ունենա իր մեջ Ղարաբաղյան կնան իր փողերով, իր բլեֆներով, եթե Ռուսաստանից պետք է քացով խփեն մարդկանց գան այստեղ իշխանափոխության համար իրավունքը չունենալու, դա չի լինելու։ Եթե մենք պիտի մնանք եկեղեցու այսպիսի վիճակով, որը մաֆիայից չպիտի ուզի ազատվել, բարձ է ղեկավարության մասին է խոսքը, մեր եկեղեցու մասին չի, եթե նա պետք է ռեալիզացնի օտարի շահերի սպասարկում, չի լինելու։ Դրա համար ուրեմն ուզում եմ ասել, այս լավ բանը պատասխանատուը հետևյալն է ձեզ չծանրացնելով, հետո կշարունակենք մեր խոսակցությունները։ Մեզ պետք է որպես ուրեմն զոհվածների, հայրենիքի համար կյանք տվածների համար, որպես հուշարձան, դեր ժամանակակից պետականություն կառուցենք, որը ոչ միայն կունենա այս բարակայում ավելացնել, ոչ միայն կունենա լավագույն տեխնոլոգիաներ, ամերիկացիներն օգնության են հասել, հետ չեմ կասկածում ֆրանսիացիներն են այս ուղղությամբ ծավալվելու, հնդիկների մասին խոսք չկա, խոսքը մենք պետք է կարողանանք դա յուրացնենք, կարողանանք վերցնենք, մարսենք, ինչպես ասում են, եւ ուրեմն այնայով պիտի իսկապես կատարյալ կառավարման համակարգ ստեղծենք, եւ ես իշխանության այսօր առաջարկ ունեմ։ Այստեղ կառավարման մենեջմենթի գործի կազմակերպման համար, այս սովետական ռուսական աղբից երկիրը մաքրելու համար, ուրեմն պետք է որ մենք սպյուրք կրկենք, սպյուրքից լավագույն կառավարման մասնագետներ, կրնի Ավստրիա, կրնի Ֆրանսիա, կրնի Միացյալ Նահանգներ, մենք անսպար հարստություն ունենք, նկատի ունեցեք, եթե չենք շարժում, մեղավորը մենք ենք, ուրեմն կառավարման մենեջմենտ, բայց սա չի լինի ամբողջական, եթե մենք հոգևոր Հայաստան չենք ստեղծելու, դա նկատի ունեցեք, հնարավոր չի հայոց լեզվի գռեհկաբանությամբ, այս ուրեմն փողական բարգերի տիրակալության պայմաններում ուրեմն պետականություն ունենալ, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի հոգևոր Հայաստանի չի, որովհետև մենք ունենք փափուկ ուժի մի ռեսուրս, որի մասին մի տարի է որ խոսում ենք գրեթե։ Ես հիշում եմ առաջին անգամ, երբ ուրեմն քրիստոնեության պետական կրոնի հրաշքման առիթով իմ կուսակից ընկերների հետ անցած տարի կարծեմ հունվարի 1-ին էր 2-ին էր թե 3-ում հատուկ խորհրդից հաղորդում տվեցինք, որ այստեղ է մեր ուրեմն մշակութային հոգևոր վերազանցքի արմատը հիմքը եւ այդպես պետք է լինի։ Ուրեմն այդ հոգևոր Հայաստանը մենք պիտի ունենանք։ Մենք բոլորն ունենք սիրելիներ։ Մենք իսկապես չկա բան, ինչպես Մաքիավելին էր ասում ժամանակին, որ չկա մի բան, որ այսօր մենք ուզում ենք անել եւ անտիկ աշխարհում եղած չլներ։ Ես այդ բանաձևը ձևակերպում եմ այսպես. չկա մի բան, որ մենք ուզում ենք, որպես կենթանի ժողովուրդ, ուրեմն որպես արհավատչա հուշարձան կառուցելու տրամադրություն ունենանք եւ ռեսուրս չունենանք։ Այդ ռեսուրսը հոգեվոր Հայաստանի մեջ է։ Դա ուրեմն փափուկ ուժի մեջ է, որի մասին ես հետո ավելի կասեմ։ Պիտի այդ բոլորը զուգորդվի եւ մենք պետք է շարժվենք առանց նվոցի արժանապատիվ ձևով եւ տեսնելով որ ինչ ռեսուրսներ, ինչ դաշնակիցներ կան։ Ասեմ եմ կրկնեմ, դուք ստեղծեք, շարժվեք, հզորացեք, դաշնակիցները դեմ կգան։ Ինչքան կթուլանանք, այնքան ոչնչացնողները կհավաքվեն մեր շուրջը։ Դրա համար ինչ է մնում։ Մնում է որ այսպես ասենք, գեր ժամանակակից Հայաստանի Հանրապետություն ստեղծենք, պատմությունը մնացած թերությունները կուղի է, վստահ եմ դրանում։ Այսօր չէ վաղը, մյուս օրը չգիտեմ ինչ, հիշեք հрьяաների պատմությունը։ Որ դա փաստ է։ 2000 տարի այդ ժողովուրդը ամեն օր լինելով աշխարհի տարբեր վայրերում իր հայրենիքում չլինելով կրկնում էր հաջորդ տարի Երուսաղեմում։ Հիշեք խոսքը, հաջորդ տարի Երուսաղեմում եւ 2000 տարի հետո վերադարձավ Երուսաղեմ։ Ես էլ մի բան եմ ասել, այս առիթով հիշեք։ Ուրեմն ովքեր Երուսաղեմում են, ես բարևում եմ Երուսաղեմի մեր ցավեմահար, ուրեմն մեր հայրենիքներին, այնտեղ Երուսաղեմում կա մի հետաքրքիր փողոց, որը Բենիուտա է կոչվում։ Անում այդպես, ինչպես մեր Աբովյան փողոցն է, մի ժամանակ Աբովյան փողոցը հիշում եք շաբաթ կիրակի փակվում էր եւ քաղաքացիները ճեմում էին, երբ երաժշտություն կար։ Հիմա դե բոլորը, բայց կարծում եմ պիտի վերականգնվի ավանդույթներն այլ։ Հիմա ինչ փողոց է դա։ Ավանդույթն ասում է, որ 19-րդ դարի վերջերին հрьяան ընտանիք ներբախտում գնում, այսինքն գնում է Երուսաղեմ բնակվում է։ Հрьяաներ չկային, քաղաքը ուրեմն արաբներ եւ այլն, հայեր եւ այլն, եւ ինչ է լինում։ Դրանք եւ խոսք չէր կարողնեն եբրայերեն խոսքի մասին։ Ընտանիքով որոշում են իրենք նաեւ չիմանալով իրենց լեզուն սովորեն եբրայերեն եւ խոսեն եբրայերեն։ Հիմա ամբողջ գիտեք Իսրայելում ինչ պաշտամուն կա հրեական լեզվի հանդեպ։ Հիշեցեք,
Դա եսակի ամուսիններով որոշում են այդ օրվանից խոսել միայն եբրայերեն, սովորել եւ խոսել։ Հիմա այս իհարկե մեր մոտ կան շատ բաներ, շատ արժանի երևույթներ կան, բայց դրանք պիտի ուրեմն ճանապարհ անցնեն եւ որպեսզի ձեր տրամադրությունը փոխվի դեպի տրականը, ասել են հետեւյալը։ Դուք երևի նկատել եք, որ վերջին շրջանում մենք շրջանում կուսակցական ընկերներով որոշում ենք թատրոններ ենք հաջախում, որովհետեւ հիշեք ուրեմն մեր արտավազ թագավորի, որը պիեսներ էր գրում, ինքն էր դեմականացնում եւ այլն։ Ես հիշում եմ մեր մեծ վարպետին Սոս Սարգսյանին, որի հետ ունեցել եմ երջանիկ պատականություն, հարաբերություններ ունենամ, ավելին չասեմ։ Նա ասում էր Լևոն ջան, ինչպես կարող է զարգացած ժողովուրդ լինել մի ժողովուրդ, որը թատրոն չունի։ Ինձ համար մի քիչ անհասկանալի էր թվում այդ օրերին, զրուցում ենք եւ այլն։ Եվ հիմա ցեզ մի բան ասեմ, դրական, բացասական եւ այլն։ Մենք եղանք դրամատիկական թատրոնում, եղանք Սունդուկյանի թատրոնում։ Երիտասարդության տեղ չկա, ես շշմել էի։ Միջի ավակ տարիքի ուրեմն դպրոցի տարիքի եւ ուսանողա երևի ուսանող դժվարանում եմ ասել, ուրեմն տեղ ու դադար չկա դահլիճներում։ Եվ ուրեմն սա շատ ես ընդհանրապես չէի սպասում, որ այդքան աշակերտ կարող եմ տեսնել ներկայացման գնաց, հիմա թե տարել են, թե իրենք են գնացել, սա կարևոր հարց չի, բայց կա։ Եվ նաև հետևյալը, կարծում եմ այս մեր ունկնդիրները, որոնք քրիստոնեական արժեքների, արժանապատիվ կյանքի հայեր են հիմնականում, այսպես է մեր լսարանը, կարծում եմ, որ ուրեմն բոլորդ եք ուրեմն ուշադիր մեր մշակույթի եւ այնի հանդեպ եւ երևի որոնում եք կղզիակներ, որտեղ կարելի է հայոց լեզվով հայերեն լսել, դրական հայերենով խոս լսել, առանց ժարգոնի, առանց գողական բարքերի, առանց եւ այլն։ Եվ ես ասեմ, որ մենք այդ երջանկությունը ճակերտավոր ունեցանք ընկերներով եւ Սունդուկյանի թատրոնում պատվի համարը դիտեցինք։ Իհարկե պատվի համարը մեզ համար նորություն չուներ իր մեջ, հիմա դա մենք այսպես բան չկար, բայց այն հայոց լեզուն, որ բեմից տարածվում էր եւ այդ ասում եմ, ուրիշ չեմ ասում, ավակ եւ այլն, ավակ տարիքի աշակերտների մեջ ուղղակի շշմեցնող էր, շնորհակալություն թատրոնին եւ դերասանական անձնագազմին։ Մի ժարգոնային խոսք չկար, ուղղակի մենք իսկապես վաղուց չէինք լսել ուրեմն հայոց լեզվով հայերեն խոսակցություն Երևանում եւ այսպես։ Ինչ եմ ուզում ասել, հիմա ամփոփենք խոսքը, ամփոփենք։ Մենք պետք է տեխնոլոգիական Հայաստան, մեզ պետք է սեփական ունքի վրա զարգացող Հայաստան, մեզ պետք է Հայաստանի շուրջ հավաքված սփյուռքահայ գիտության, մշակույթի գործիչների նորարարություն, մենեջմենտ եւ այլն եւ այլն։ Եվ այդ բոլորը կլինի այն, ինչը որ այսօրվա իմաստը կունենա, այսօրվա հուշարձանի մասին է խոսքը, որ Հայաստանի պետականությունն է։ Ես խոսքս ամփոփում եմ Հեգելի հետևյալ դիտողությամբ, ասել եմ, կրկնեմ, այնքան եմ ասել, մինչև անգիր սովորեք, կամ ովքեր որ չգիտեն, իրար ովքեր գիտեն, շնորհակալություն։ Հեգելն ասում էր, որ պետականության, ուրեմն մշակույթի ուրեմն բարձրագույն ձևը պետականությունն է։ Կրկնենք, հա, մշակույթի բարձրագույն ձևը պետականությունն է, իսկ հայ ժողովուրդը ինչ էլ լինի չլինի մշակույթի ժողովուրդ է։ Այս ծախորդ օրերներ գուգան ու կերտան, չվախենակ, ուրեմն բայց շարժվել է պետք։ Ստեսություն ձեզ, ուրեմն ինչ ասեմ, հզոր պետականությունն այն պատասխանը, որ մենք կարող ենք սերունդներին թողենք եւ շնորհակալություն ասենք նրանց, ովքեր որ պետականությունը իրենց կյանքի գնով պահեցին։ Զախոտորը զորանաման գուգան ու կերտան։ Դե նախակալացնեց այդ։ Ես ինչքան դիտում։ Շատ լավ եթեր էր։ Բանը դեպիլը որ հարցրել է, ինձ որ ասում է պատասխանեք պարոնայք ինչի համար եք ամսի 27-ին։ Այդ դες ինչի նկատում եք բանը։ Ասում է չեք ընդունել այդ օրը այդ 27-ին։ Բան դուլեր բանցը։ Դա հոլոկոստի օրն է այդ օրը, դրա վրով այլ է հարցնում։ Դալի չեք այդ օրը ընդունել։ Բանակի օրը Դա հանրապետականները ինձ բացում ժամանակին կա։ Հա? Այսօր կերնակ, այսօր լացնեք,